Զոհված զինվորի մայրը դիմել է, խնդրել է, որպեսզի նկարեմ այս վիդեոն։ Նախ հարգելիս խորը խոնարհումս ձեզ եւ բոլոր հերոսածին մայրերին։ Հիմա ինչա տեղի ունեցել ժողովուրդ ջան։ Իմ հետևորդուհին հերոսածին մայր 5 տարվա մեջ իրան թույլ ա տվել մի քիչ ուրախ նկար գցել եւ ինչ որ մեկը կոմենտներում գրել է, որ դու էլ կասես զոհված հերոսի մայր ես, քո համար կայֆավատ ես լինում, կներեք այս բառիս համար, բայց այդպիսի բառ է գրված եղել։ Հիմա ուզում եմ դիմել այդ կոմենտ գրողին։ Տո այ լավ, ենթադրենք մարդ։ Դու ով ես, որ քննադատես Աստծո գործերը։ Եթե Աստված որոշել է, որ մարդու հոգին պետք է վերցնի, ուրեմն այդպես էլ պետք է լինի։ Դու ով ես, որ քննադատես այն կնոջը, ով ծնել է մեկին, ով իր կյանքն ա տվել նաև քեզ համար, բոլորիս համար եւ նաև քեզ համար։ Եվ ընդհանրապես ժողովուրդ ջան, հերիք չի այդ ողբը սարքենք կուլտ, հերիք չի այդ ողբով հպարտանանք, ասենք մենք ողբող ժողովուրդ ենք։ Ժողովուրդ ողբը ողբ է բերում եւ դա ճշմարտություն է, ուրախությունն էլ ուրախություն է բերում։ Ուրեմն ինչ է նշանակում եկեք ընդմիշտ ողբանք եւ ամենակարևորը այդ կոմենտ գրողին դու ով ես որ քո ողբով իմ ազգի գլխին էլ ավելի շատ ողբ բերես ուրեմն եթե մարդը մարդ է կորցրել իրավունք չունի շարունակի ապրի ընդհակառակ ես ողջունում եմ եւ խոնարհվում եմ ձեր առջև որ դուք ձեր մեջ ուժ եք գտել եւ այդպես էլ պետքա լինի եւ շարունակում եք ապրել տո սրանից հետո հարսանիքի նկարներ էլ կգցեք ոնց եք հարսանիքին մասնակցում տո բոլոր ուրախ նկարներն էլ կգցեք ու թող հələ փորձվի մեկն ու մեկը մի բան ասի ուրեմն ինքը ոչնչություն է հենց այտենց ուրեմն ինքը ողբով ապրում գնա քո ողբով ապրի դու գիտակցության այդ մակարդակի վրա ես երբ որ կհասունանաս նոր կգաս կմտնես ինչ որ բաներ կգրես եւ սա վերաբերում է բոլոր այն մարդկանց որոնք որ նման կոմենտներ են գրում եւ ուզում են նրան նման կոմենտներ գրեն այդ երբ որ հերոսածին մայրը երեխա է բերում ասենք վա ինչ լավ բա դա էլ է ուրախություն բա դա էլ ասեք դու ոնց բան արեցիր սիրտը տալով երեխա բերեցիր էս ինչ հայտարարություն է իսկ ձեզ իմ հարգելի հետևորդ ուզում եմ ասել որ մի ասացված կա եւ դա շատ ճիշտ է զինվորները մահացած զինվորները միանգամից գնում են դրախտ որտեղ դժողքում նրանք արդեն եղել են այո ուրախացեք որ ձեր որդու հոգին էլ ձեր համար ուրախանա լավ օր ձեզ